Վերադառնանք կրկին տեխնիկական մասին։ Այսօրվա այս իրականության, տեխնոլոգիաների իրականության մեջ, քո կարծիքով, որպես լուսանկարչի, քեզ օգնում են այս տեխնոլոգիաները, թե խանգարում են, вообще լուսանկարչությանը։ Լուսանկարչությանը ինքը համ օգնում, համ խանգարում է։ Այն բանը, որ մի քիչ հեշտ է տրվում, թվում է, որ կարելի է քիչ սովորելով, քիչ ջանքեր գործադրելով անել, բայց այդ ջանքերն էլ բերում են նրան, որ ստեղծագործականը դա ավելի հզորանում ու ուժեղանում, երևի երկուսն էլ համ օգնում են, համ խանգարում են, էլի։ Ես ասում եմ Աստծո հետ կապն է կորել, որովհետև երբ որ տանում էի ժապավենը լվալու, պրայվ կամիք էիր անում, Աստծուն աղոթում էիր, որ այդ 36 կադրից գոնե 30-ը նորմալ լինի, որովհետև դու չգիտեիր քո մոտ ինչ է ստացվել։ Կարող էիր ենթադրել մենակ ինչա ստացվել, մինչև վերջ չգիտեի, ոչ մեկ չգիտեր, այսինքն սպասողական sense լարված վիճակ է, մինչև վերջի վարքը, մինչև ժապավենը լվացվում էր, ավարտվում էր, մինչև չէիր լուսի վրա պահում ու տեսնում նկարները, ինչ ա եղել, ինչ չի եղել։ Այստեղ տրամաբանորեն հասկացա, որ դու անցել ես թվային ֆոտոխցիկի։ Դե շատ վաղուց եմ անցել թվայինի ու ուրիշ իմաստ էլ չունի։ Նորից այդ սրտատրոփ վերջացավ։ Հիփստերությունն է, այսինքն դա կայֆ է, Չէ, իմ պրոֆեսիոնալ բանում իմաստ չունի, այսինքն եթե դու պետք է աշխատես, պետք է աշխատանքդ լինի, այդ արագությունը, այդ որակն էլ այսօր տենց է, որ չէ, իմաստ չունի ժապավենային, մենակ կարելի է հաճույքի համար անել, այսինքն կարող ես ինչ-որ նախագիծ մտածել, որ ժապավենով անես, բայց պրոֆեսիոնալ լուսանկարչության մեջ ինքը գրեթե անիմաստ բան է դառել։